Ոչ ինձ ելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։ Եկեք դեպքերի վրայով անցնենք հերթականությամբ։ Սկզբից տեղի ունեցավ սպանությունը Իրանի հոգևոր առաջնորդի, այսինքն դե ֆակտո պետության ղեկավարի, որից հետո Ալիևը գնաց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, միակ պետության ղեկավարը լինելով, գրեց ցավակցական խոսքեր դեսպանատան Սքոմացյանում, որից հետո տեղի ունեցան, չգիտեմ որտեղից հայտնված իրանական դրոնների հարձակումը իբր իրանական Նախիջևանի օդանավակայանի վրա, որից հետո Ալիևը փակեց օդային եւ ցամաքային սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դատապարտող հայտարարություններով հանդես եկավ եւ դրանից հետո Իրանի գլխավոր շտաբը հերքեց, թե իրենք հարձակվել են Ադրբեջանի վրա։ Այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Սկսվեց հակաիրանական արշավ, զանգեր Ադրբեջանին, աջակցություններ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը ներքաշվեց այս զանգերին, Հայաստանը նույնպես զանգեց եւ աջակցություն հայտնեց չգիտեմ ինչի վերաբերյալ։ Եղավ Իրանի պատասխանը, որ շնորհակալություն է հայտնում մի շարք միջազգային կազմակերպությունների եւ երկրների, որոնք աջակցել են Իրանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, զանգահարել են, մտահոգություն են հայտնել եւ այլն եւ այլն։ Այսինքն հակաիրանական արշավի մեջ տեղավորվեց հայկական դրոշը, ինչի մասին ես խոսել եմ։ Դրանից հետո Կիրակի օրը տեղի ունեցավ նախագահ Փեզեշքյանի եւ Ալիևի հերախոսազանգը, որտեղ Փեզեշքյանը կրկին պնդեց, որ չեն հարձակվել Ադրբեջանի օդանավակայանի վրա, որից հետո Ալիևը հրահանգեց, բացեց բեռները եւ տարանցիկ շփումները սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այսօր էլ արդեն Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք ուղարկում են հումանիտար բեռներ Իրան, այսինքն ամեն ինչ նորմալ է։ Այսինքն ինչ տեղի ունեցավ երկու հարևանի միջև։ Սրացում հարաբերությունների, հայտարարություններ, Ադրբեջանը հավաքեց միջազգային արշավ ընդդեմ Իրանի, այս իբր դրոնային հարձակման վերաբերյալ, որ չգիտես այդ ոնց եղավ, որտեղից եկան, ինչ դրոններ, ինչի համար է, ինչ ուղղություններ եւ այլն եւ այլն։ Հայաստանին ներքաշեցին հակաիրանական արշավի մեջ ու իրանք բարիշեցին նորմալ է հիմա այլ հումանիտար օգնություն են ուղարկում։ Էսա հայկական դիվանագիտությունը սերի հայրենակիցներ։ Էսա մեր դիվանագետների, մեր պետության, անվտանգության խորհրդում վստահ եմ որոշվել սա անեն, մեր Հայաստանի Հանրապետության անվտանգությունով զբաղվող մարդկանց վարքը, անելիքը եւ պահվածքը։ Այս մարդիկ խայտառակություն են, զրո դիվանագիտական հմտություններ, հերուն տեսնելու զրո ունակություններ։ Ու այսենց անդադար երկիրը ներքաշել են ապուշ պատմությունների մեջ։ Տարածեք սելի հայրենակիցներ, որ մարդիկ իմանան, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։